այդ հակամարտությունը, որ ասում են սրացման, այն էլ անտանելի, սրացում Եվրոմիության եւ Ամերիկայի միջև, ասենք ինչ նյութի շուրջ է, ասենք ինչն է հակամարտ։ Թրամփի կոշտ հայտարարությունները գուցե, մեջբերում են, չգիտեմ, Թրամփին դա այս ամբողջ ինչ որ դուք ասացիք, ինչպես միշտ ռուսական նարատիվը, որ իջեցնում են դաշտ, որ ծամում են, բայց որ ուզում ես խորանաս, ինչն է նյութը, ինչն է նյութը, որ ասենք այն էլ ծայրահեղ հակամարտության, դրանց տակը բան չկա։ Այսինքն ինչ Թրամփի ուղին հակամարտության նյութ, այսինքն եվրոպացիք ասում են պետք է փակ մնա, ամերիկացիները ասում են պետք է բացվի, թե հակառակը պետք է Եվրոմիությունն էլ ասում են ինձ փայտը, այսինքն ինչն է հակամարտության նյութը։ Ես ուզում եմ իսկապես հասկանամ, ով որ այդ նյութը ծամում, փուչիկա սարքում, բարդացնում է օդ, մեջը ընդամենը փուչիկա օդա։ Նման բան չկա։ Եթե դուք ասում եք, որ եթե Թրամփը ասենք որոշակի սուր արտահայտություններ արել է, ասես մի բան, Թրամփը շատ լավ այդ դերակատարությունը վերցրել է իր վրա, ստանձնել է։ Ես ասեմ, ոնց որ բոլորն ասում են Պուտինը գժվել է, գիժա, սենց ասում, մեկ սենց ասում, մեկը նենց, Նիկոլը вообще ծայրահեղ գիժա, սենց ասում, Թրամփը ընդամենը ասում է տղեկ, ամենը մեծ գիժը ես եմ, ինչ ուզում են էլ ասում, հիշացնեմ, Թրամփը մինչև հիմա ասում է Վլադիմիրովիչ այսպես տղա է, այսպես, եւ ինչ անում, սա արդեն Մոսկվան ու Պիտերն են ռմբակոծում, ու այս վերջերս ինձ շատ ուրախացրեց, երբ որ Թրամփը սկսեց գովալ Էրդողանին, Վերջ, ուրեմն հերթը հասնում է, այսինքն այն ինչ որ մեր կազմակերպությունը ասում է, որ բռնատիրական ռեժիմները պետք է կործանվեն, այդ կործանումը չի գալի տիեզերքից, այն Բաբելոնը որ ժամանակին կործանվել է, այդ տիեզերքից չի կործանվել, ընդամենը հայկը դրեն բելից սատկացրել է, այսինքն ինչ որ Աստված անգամ գործում է կոնկրետ մարդկանց ձեռով, հիմա այդ կոնկրետ մարդը չասենք պայմանական, լավ ասենք, Թրամփը չի լինի վաղը մեկ ուրիշը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գեներալ գնդապետ ՆԱՏՕ-ի հզորագույն հրամանատարներից մեկը, ինքը չի ասե, ինքը ելույթներից մեկը նայում եմ, ինքը ասում է մենք կոնկրետ այս մարդու թիկունքին չենք կայնած, այս ազգի թիկունքին չենք կայնած, կամ այն ազգին դեմ մենք ազատության կողմնակիցն ենք, որտեղ ազատության տենչ, որտեղ ազատություն մենք տեր ենք, սա է դրանց բնական ապրելու միջոցը, ապրելու ձևը, ապրելու նպատակը, ամեն ինչ ազատության բառի մեջ է պարունակված այդ պետության, այդ մարդկանց հանրության, այդ հավաքականության հիմնական նպատակ ազատություն բառն է։ Եվ այսօր ԿԳԲ-ը բոլշևիկյան, ռուս-թուրքական սուլթանական մտածելակերպի ներքո մենք այսօրվա քաղաքական գործիչները անգամ այն սպոնգի նման ներծծել է իրանց մեջ, այսինքն Պուտինը ամեն ինչը պուտինակա, Թրամփ ուրեմն հենց Թրամփը որ գնաց, ես շատ օրինակներ եմ բերել, լսել, որ այդ վայ գործիչները որ ամենուր բանի մեջ են, եթերի մեջ են, լավ Թրամփը այսօր սենց այս, բա որ վաղը Թրամփը գնա ուրիշ, արա սա Պուտին չի, ոչ Ստալինն է, ոչ Խրուշչով, Ամերիկան դա Ամերիկա է, եւ միշտ ասել եմ, հենց ձեր եթերում եմ ասել, եթե Թրամփը իրան մի քիչ վատ պայի, ընդամենը քչեզոքասեն, չեն էլ համբերի 4 տարուն է, ոչ թե Թրամփը գիտեն, որ ընտրվել է, մի 40 տարի մնալու է, ոնց որ Պուտինը կամ Ալիևը, չկա տես բան, կամ Կիմ Չին Ինը, չկա, մարդիկ փոխվեք, ձեր ուղեղները մի հատ թափ տվեք, չկա գոյություն ունի ազատություն բառ, եւ այդ ազատության հիմքում դրված է մարդկանց մարդկային իրավունքները եւ մարդկային ազատությունները, որի ջատագովը ու փառք Աստծուն, այ Աստված հավատացողներ են, որ եկեղեցիում իրար դեմ թքում մրում են, սկի Աստծո հոտ չի գալի իրանց վրից, ոչ է Քրիստոսի, ազատությունը հենց Ամերիկայի ձեռով է գալի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռով, որ որտեղ ազատություն ինքը տերակայնում, եւ փառք Աստծո, որ այդ պետությունը այսօր մոլորակի ամենաուժեղ պետությունն է, ոչ թե ուժեղներից մեկը, այլ ամենաուժեղը, ես sense մի հատ առակ եմ լսել,
մի հավատացյալ մարդ կա, այն դասական հավատացյալը իր ամեն ինչով գետի մեջ է, ծովի մեջ խեղդվում է, ասում Աստված ջան, փրկի ինձ, ես ամեն օր աղոթք եմ արել, ես սենց եմ, ես մեղքեր չեմ գործել, ես այն, մի նավակ է գալի, ասում ապե արի թիակից բռնի քաշեմ, ասում գնա դու ես գործ չունեմ, ես Աստծո հետ գործ ունեմ, մի հատ նավ է գալի, մի հատ լաստ է գալի, մի հատ մի 4-5 հատ բանալով վերջը խեղդվում է այս մարդը, հասնում է հասցու մոտ, ասում Աստված ինձ ինչի չփրկեցի, չէ որ ես այդքան հավատարիմ քեզ, ասում այ աննասում 4 հատ նավ ուղարկեցի, արա հասկանում եք, հիմա այս ազգը ռուսների ձեռով և թուրքերի մեզ գենետիկորեն ատելու միջոցով, այդ համադրությամբ, այդ մենք կործամ, քանի հատ նավակ ուղարկեց, սկանդինավյան բանը կայնացնենք խաղապա, չէ, մեզի պետք չի, Բոլթոնը եկավ զենք տանք, չէ, մեզի պետք չի, Նենսի Փելոսին եկավ սկի մի հատ չդիմավորեցել, մեզի պետք չի, Բա ի՞նչն է պետք, վաղը կործանվելու ես, բա չեն ասելու այ աննասում, բա այդքան ասեցինք, արա այդքան եկանք, այդքան օգնեցինք, ինչ եք ուզում։ Հիմա ինչ են ասում, Հիմա ով ասեմ ինչ է ձեզ, ասում։ հիմա ով ինչ ուզում է ասի, ուզում Չէ, հիմա ասեմ ինչ ասում, ասեմ, նորից եմ ասում, ով ինչ ձեզ ուզում է մտածի։ Մեր դաժանակին ամեն օրվա աշխատանքի միջոցով մենք կարողացանք ամերիկացիների վարչակարգի մոտ առաջացնել նման գործելակերպի հնարավորությունը։ Այսինքն, երբ որ ամերիկացիները ասում են մենք օրինական իշխանության հետ ենք աշխատում, այսինքն օրինական իշխանության դիմելու ձևով ենք աշխատում, այսինքն պետք է այդ պետությունը իր օրինական ձևով դիմի մեզ, կամ այդ պետության մեջ եղած ժողովրդի ցասումի դրդված աշխատենք, մենք բացատրել ենք, որ Հայաստանի բնակչությունը, Հայաստանի տարածքը բռնազավթված, ստրկացված ժողովուրդ են դառել։ Եվ դրա հիմնական, ոչ թե հիմնական, հենց առաջին բանը, հեղինակը ռուսական KGB-ն է։ Եվ մինչ օրս ռուսական KGB-ի իշխանություններ են և բոլոր համակարգերը աշխատում են այդ ձևով։ Դրանց հիմնական գործառույթները աշխատելու ընդամենը վզակոտին հագցնելն է, կամ մատով կանչելը, այ ոնց որ Պուտինն անում, հələ ելեք եկեք ստել է, արա, երկու ստել, Ալիև ու Նիկոլ, հմյացտ ստորագրեք Զանգեզուր Միջանսկ, իրան չկա տես բան, որ չգիտեք ինչ կա, մեր ժողովուրդը ցանկացավ, մեր կառավարությունը ժողովրդական ցասումը, սենց չկա տես բան, այս տարածքում աշխատում է միայն այդ ձևը, մենք տարիներ շարունակ դա կարողացանք հիմնավորել, բացատրել և դրա համար այսօր Տրամպը շատ գեղեցիկ ձևով նույն ռևերսը արեց Պուտինին պատասխան տալով, երկուսին կանչեց, ասեց հələ եկեք ստե երկու ստել արա, 30 վայրկյան չեն ունեց այդ թերթը կարդան ինչ են, միացնես ստորագրեք, Տրամպի, այսինքն իրանք հասկացան, որ այս ոչխարներին պետք է վզակոտին տալով աշխատցնես։ Իրանք մինչև սպասեն, որ ստեպտի ժողովրդավարական դառնա, մինչև այս կառավարությունները հաղթեն, ժողովուրդը ցասում, կկորի ամեն ինչ։ Կկորի, ու ինքը էդի հասկացավ։ Ու դրա համար էլ այսօր այս վիճակն է։ Թաթը եկե դրել է, ասել է կենթանական աշխարհում գիտեք ոնց է, առյուծը որ իր տարածքը նշում է, այդ ում էս իր վզի մազերով, վզակոտով, մի ծառի, մի ջիգարով քսվում է ու այդ է։ Բարձավը տել, ինչ շակալատեսակ էր, ոչ մեկ չի կարա մոտիկ գա։ Հիմա դրա համար այս էցեք է, իր հետ կթողե ու հələ թողեցես մնա։ Դրա համար շակալները, վայնասունները դրել էին, այս շակալիկներ։ Բայց որ Զանգեզուրի Միջանսկ էին ասում անունը, այդ վատխի վայնասուն չէիք տնում, հələ ընդհակառակը, ժողովրդին համոզում էիք, Ժորժ ջան, չէ մի մտածեք, էսի ոչ մի Թուրանի դարպասել չի, էսի Ֆեզբեն է հսկելու, համոզվալը Ֆեզբե մեր հանգամ համոզում եք, թե ով է հսկելու և ինչքան լավ է լինելու։ Հիմա այդպես կտրուկ դառավ վատը։ Հայաստանը Թուրանը անջատող գործոն եղել է, գործոնել մնալու է։ Ու գիտեք շնորհիվում։ Շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ թաթ եկել դրեց, ասեց դե ով էր ընդ հրաման տալու կմտնենք, չտակ մենք զորով կվեգալենք, թե վեգալենք։ Այսինքն պահող էիք, Արցախը պահեիք, ձեր ռուսի շնորհիվ, ձեր հզորության շնորհիվ, պահեիք Արցախը, ու իրաց թվում առանց Ամերիկայի, պետք է կարողանային նաև Սյունիքը պահեի,